Դեկտեմբերի 1-ին Նինոցմինդայում տեղացած առաջին ձյունը ոչ միայն ձմռան գալուստը ազդարարեց, այլև բերեց մի շարք բարենպաստ փոփոխություններ։ Մասնագետների խոսքով ձյան տեղումները մաքրում են օդը, պահպանում խոնավությունը եւ նվազեցնում բակտերիաների ու մանրէների տարածումը շրջակա միջավայրում։ Սա հատկապես կարևոր է սեզոնային վիրուսների ակտիվացման շրջանում, երբ բնակիչներին անհրաժեշտ է առավել զգոն լինել առողջապահական հարցերում։ Პირველ դեկեմբերս զամթրիս პირველ թվես პირველ დღეს მოგვივიდა პირველი თოვლი ულამაზესია ნინოწმინდა განსაკუთრებით ჩვენთან კლინიკის ეზოში სადაც ნაძვები არის დახუნძლული არის აი ეს նաձվები Ողջունում եմ սիրելի նինոցմինդացիներ, շնորհավորում եմ ձեզ դեկտեմբերի 1-ի առթիվ, ձմռան առաջին ամիսն ու առաջին օրը, մեզ մոտ արդեն եկավ առաջին ձյունը։ Այս ձյունը նաև դրական նշանակություն ունի, քանի որ այն մաքրում է օդը, պահպանվում է խոնավությունը, եւ եթե ինչ-որ բակտերիաներ կան հողում կամ մեծ շրջապատում գտնվող բույսերի վրա, դրանք բնական կերպով կվերանան։ Խոսենք վիրուսների մասին, խոսենք նաև պատվաստումների մասին։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ մեր շուրջը շատ հակավիրուսային տրամադրված մարդիկ կան, սակայն կարևոր է հիշել վիրուսները ոչ միտեղ չեն կորչում։ Քովիդն էլ դեռ կա եւ հազարավոր այլ վիրուսներ նույնպես տարածված են։ Բայց գրիպի պատվաստանյութում ընդգրկված են այն վարակների շտամները, որոնք վերջին 5 տարվա ընթացքում շրջանառվել են Վրաստանում, եւ այս վիրուսների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը պատվաստումն է։ Գրիպի պատվաստանյութը միշտ գոյություն է ունեցել եւ այսօր էլ կա, եւ այն անհրաժեշտ է բոլորի համար։ Ցանկանում եմ ձեզ առողջություն եւ հորդորում ուշադրությամբ վերաբերվեք այն ամենին, ինչի մասին խոսում ենք։ Մենք պարզապես այնպես չենք խոսում պատվաստումների թեմայով։ Կրկին շնորհակալություն։ ეს კოვიდის ვირუსები. ათასნაირი ვირუსები არსებობს, მაგრამ აი ამ ჩვენ გრიპის ვაქცინაში მოქცეული არის ის ვირუსის შტამები, რომელიც საქართველოში ბოლო 5 წლის მანძილზე մուշաոps Չնայած եղանակային փոփոխությունների վիրուսները դեռևս շարունակում են շրջանառվել։ Մասնագետները հիշեցնում են, որ քովիդը, ինչպես նաև այլ սեզոնային վիրուսներ, ոչ միտեղ չեն անհետացել։ Հաճախ մարդկանց մոտ սխալ պատկերացումներ են ձևավորվում, ինչը նպաստում է հակապատվաստումային տրամադրությունների աճի։ Նշենք, որ տարածաշրջանում շարունակվում են գրանցվել վարակների դեպքեր եւ առանց համապատասխան պաշտպանական միջոցների մարդիկ շարունակում են գտնվել ռիսկի տակ։ Առաջին ծնողները շատ լավ բան է։ Առաջին ժողովրդին օգուտ, սաղ ժողովուրդը գրիպ են։ Երեք օգուտ է, երկրորդն հողին է օգուտ։ Հողը թուլացնե, բերքը շատ լավ կեղնի։ Միշտ ասի ձունը մնա, սուխոյ չետա, սուխոյ կանած, երեխեքներ են բռնած, մեծեր են բռնած, կամ հիվանդանոցը սաղ բարգած են, հաշվոր տեղ չկա։ Համես ծնողներն է կա լավն անգ ժողովուրդը։ Տանիքը սաղ այդ գրիպ է, ինչ որ կա սաղ տանիքը։ Հողին է օգուտ է, հողին է։ Գլավնին է հողին է օգուտ, լավ բերք կեղնի ժողովրդին համար։ Առողջապահական կառույցները կոչ են անում բնակիչներին վստահել գիտությանը եւ ուշադրությամբ հետևել մասնագետների խորհուրդներին։ Ըստ հետազոտությունների գրիպի պատվաստանյութում ներառված են այն շտամները, որոնք վերջին 5 տարվա ընթացքում շրջանառվել են Վրաստանում, ինչը զգալիորեն բարձրացնում է պաշտպանվածության մակարդակը։ Պատվաստումը համարվում է գրիպի եւ մի շարք վիրուսների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը։ Բնակչությանը հորդորվում է պատասխանատվությամբ մոտենալ սեփական առողջությանը, չմատնվել ապատեղեկատվության ազդեցությանը եւ ժամանակին ստանալ անհրաժեշտ պատվաստումներ։